Պարոն Քոչարյան, մի խնդրանք միայն օրվա խորհրդի հետ կապված քաղաքական հարցերի ուղղակի չեմ պատասխանելու։ բայց քաղաքական Կարծում եմ այս հոսքից տեսնում եք, որ ոչ մի բան մոռացված չի եւ չի մոռացվելու երբեք։ Պարոն նախագահ, Ժողովուրդը իր կարծիքը ուղղակի ցեղասպանության փաստի նկատմամբ արտահայտում է այսպիսի հոսքով եւ ոչ մի կառավարություն, ոչ մի քաղաքական գործիչ, ոչ մի կուսակցություն չի կարող այս ամենը փակել կամ մոռացության մատնել։ Ասում են սա ուրացման գործընթաց է, ամեն ինչ մոռացության են տալիս, երեկվա Թուրքիայի դրոշ հայրերը քննադատեցին, բայց Ստեփանակերտում հայկական եկեղեցի քանդելու վերաբերել ոչ մի բան չասացին, սրա վերաբերել դուք ինչ կասեք։ Սենց խառը հարց է քաղաքականություն եւ ցեղասպանության օրվա հետ կապված, այո, չէ, ուղղակի այսօր չի ցանկանում, բայց նույն կրկնակի ստանդարտներն են, որը այսօր ուղղակի առօրյա է դարը քաղաքականության մեջ։ Հնարավոր է ամեն ինչը հնարավոր է Թուրքիայի պահանջով ցեղասպանության չեմ կարծում որևէ մեկը հարցը մոռացության։ Չեմ կարծում որևէ մեկը ի վիճակի է դա անել։ Իդեպ Ադրբեջանի ԱԳՆ-ն պահանջել էր պատժել Թուրքիայի դրոշ վառածներին։ Պատժի Փաշինյանը։ Թուրքիան ԱԳՆ չունի։ Դե հիմա Ադրբեջանն որոշել լավություն անի Թուրքիային։ Ավելի հեշտ։ Հիմա նայեք, ես ընդհանրապես որևէ երկրի դրոշ վառելու կողմնակից չեմ, բայց սա ընդունված քաղաքականության մեջ եւ աշխարհում ընդհանրապես ընդունված բողոքելու տարբերակ է։ Եթե կա երկիր, որի քաղաքականությունը որևէ մեկ այլ երկրի ժողովրդի ցավ է պատճառում, ապա սա բողոքի արտահայտման ձև է։ Խորհրդակցել է այդ մասին, որտեղ տարիներ շարունակ է արել ձեր նախագահության օրոք եւս։ Դուք իրոք մտածում եք, թե sense գալիս ենք ինչ-որ բան են գրում եւ այլն, իհարկե իրենց միջոցառումն է արել են շատ կազմակերպված։ Այո։ Ես բայց երևույթի նկատմամբ ասացի մասնական վերաբերմունքը, բայց sense բռնում եմ նման կարգի։ Ընտրություններին ձեր շանսերը ինչպես է գնահատում եւ եթե այս անգամ էլ հիմա մենք արդեն անցանք ուրիշ թեմաների։ Բազմաթիվ առիթներ եք ունենալու նման կարգի հարցեր տալ։ Ես անձամբ չեմ ունենում։ Շնորհիվ ձեր գրասենյակի ղեկավարի։ Ես ամեն օր հանդիպումներ եմ ունենում եւ դուք ի վիճակի եք, մենք նախորդ հայտարարում ենք դրա մասին, դուք ի վիճակի եք։ Ցեղասպանության 111-րդ տարելիցն է, բայց Թուրքիան շարունակում է ժխտել այս փաստը, որն է պատճառը ձեզ Հայաստանի բոլոր ժամանակների իշխանություններն են թերացել, թե Թուրքիան է համառորեն առաջ շարժում։ Նայեք, սա նորություն չի, որ Թուրքիան ժխտում է եւ շարունակել է ժխտել։ Ես չեմ տեսնում, որ Թուրքիան իր քաղաքականությունը փոխելու է։ Եվ այդ տեսանկյունից դա չի նշանակում, որ մենք պետք է հարմարվենք Թուրքիայի այսպես մոտեցմանը։ Մենք մեր ճշմարտությունը ունենք, սա ճանաչված փաստ է եւ տվյալ դեպքում մենք չպետք է հետ քաշվենք միայն նրա համար, որ Թուրքիան դա չի ընդունում։ Ուղղակի հետեւողական պետք է լինենք։ Հիմա ո՞րն էր պատճառը, որ շարունակում։ Նայեք, իմ նախագահության օրոք բազմաթիվ երկրներ ճանաչել են ցեղասպանության փաստը։ Եվ եթե Հայաստանի կառավարությունը, Հայաստանի իշխանությունները շարունակեն այս գործը, ի վերջո կգանք մի հանգրվանի, որ ցեղասպանության փաստը ժխտել անիմաստ կդառնար նաև Թուրքիայի համար։ Բայց եթե sense կանում ես մի գործընթացը, փորձում ես հետ պատտացնել, իհարկե սա խնդիրներ է ստեղծում նաև ճանաչման։ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը պատկերացնում եք առանց նախապայմանների։ Փաշինյանը ասում է Արարատին մի նայեք։ Այդ պետք է ուրիշ ձևի դասավորեիք այս ստանդարտը։ Հիմա նայում եք։ Հիմա նայում ենք, խախտում ենք։ Պարոն Քոչարյան, շարունակեք միտքերը, դուք ասում եք հնչեցրել եմ Արտոք Փաշինյանը։ Ասում եմ միջազգային դերակատարների գործիքն էին տարիներ շարունակ սարքել, հիմա մենք չպետք է թույլ տանք, որ այսպես լինի։ Ինչ նկատի Փաշինյանը ասում է, որ ցեղասպանության հարցը տարիներ շարունակ միջազգային դերակատարների համար գործիք է դարձել, հիմա մենք չպետք է դա թույլ տանք։ Ես ուղղակի խորհուրդ կտայի այդ հարցը ուղղել
Փաշինյանը։ Պարոն Քոչարյան, Այնքան բաներ ասում, որի տրամաբանությունը ուղղակի ինձ համար անհասկանալի է եւ մի քիչ լավ չեմ պատկերացնում մարդու այսպես հիմնավորումների կամ մոտիվացիաների, շարժարիքների ամբողջ այս շղթան ոնց է աշխատում։ Պարոն Քոչարյան, տեսեք, ասում եք մոռացության մատնել հնարավոր չէ։ Իսկ պահանջատիրության վերաբերյալ, օրինակ ձեր դաշինքը հիմա ինչ մտածում ունի, եթե իշխանության գաք, ինչ եք անելու, ձեր քաղաքականությունը ինչպես է։ Մեր ծրագրում հստակ արձանագրված է, որ մենք ճանաչման ուղղված ջանքեր ենք գործադրել։ Եվ այդ փորձը ունենք։ Ճանաչման թե պահանջատիրության։ Չէ, պահանջատիրությունը խնդրայելուց է իսկապես եւ տվյալ դեպքում մենք չպետք է անցնենք, այսպես հատենք մի գիծ, որը առաջինը իրատեսական չի եւ երկրորդը խնդիրներ է առաջացնում։ Պարոն Քոչարյան, ինչու Շատ պրագմատիկ մոտեցում ենք պետք է ունենանք։ Մենք հասկանում ենք, որ սա մի փաստ է, որը ժխտել հնարավոր չի, բայց որի մոռանալ ուղղակի եւս հնարավոր չէ։ Տեսեք, եթե այսօր Փաշինյանի ուղերձի հիմնական կետերը, ասենք, ըստ էության շատ չեն տարբերում ձեր ու նրա թեզերը, միայն դուք նաեւ ճանաչման հարցն եք առաջնահերթ։ Իրոք, Դե էլի ասում են պահանջատիրության հարց պիտի չունենա։ ուրեմն կամ մեր թեզերը չեք լավ Չէ, ասում են լավ ընկալել կամ վարշապետի թեզերը չեք լավ ընկալել, բայց ոդի եզրեր չկա մոտեցումներ։ Պարոն Քոչարյան, ինչու երեք հայտարարեցիք, որ փոշմանել եք, որ Սերժ Սարգսյանն եք փոխանցել իշխանությունը։ Այդ հնարավորությունը դուք ունենալու եք։ Հասկանում եմ, դուք որպես լրագրող ասենց համառ եք։ Ես էլ որպես եւս անձ եւ նախկին նախագահ եւս։ Պարոն Քոչարյան, երևի սրանով եզրափակենք։ Թուրքիայի հարաբերությունները հաստատել առանց նախապայմանների։ Միշտ այդպես է եղել մեր քաղաքական մոտեցումը առանց նախապայմանների։ Եվ ես իդեպ կարող եմ հիշեցնել մի ժամանակաշրջան, երբ հենց Էրդողանի կուսակցությունը հաղթեց ընտրություններում, Արտգործ նախարարը դառավ Աբդուլլա Գյուլը եւ այն ժամանակ իրենք հենց հայտարարեցին հրապարակային չէր այդ հայտարարությունը, բայց Վարդան Օսկանյանի հետ հանդիպման ժամանակ ուղղակի ասաց, որ առանց նախապայմանների պատրաստ են կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Ես գրքում իմիջիալուց նկարագրել եմ այդ ամենը։ Ես չեմ հավատացել, բայց շարունակել ենք բանակցել, 2-3 ամիս հետո ասացին ոնց որ այդքան էլ հեշտ չի, եւս մի 2-3 ամիս հետո վերադարձել ենք նույն կետին։ Ես եթե ծանոթ չեք այդ ժամանակահատվածին, ես խորհուրդ կտայի ուղղակի նայել, բավական հետաքրքիր էր։ Ամենից մեծ ազդեցությունը Թուրքիայի քաղաքականության վրա իսկապես ունի Ադրբեջանը այդ տեսանկյունից։ Թուրքիան մի օր կընդունի հայոց ցեղասպանության փաստը։ Եթե հետևողական ակտիվ աշխատենք, ես այդ հնարավորությունը տեսնում եմ։ Հետևողական աշխատանքների մեջ մտնում է օրինակ միջոցառումների կազմակերպումը, օրինակ այսօր բավարարվել են եւ նախորդ տարիներն էլ միայն այցելելով եւ վերջ, սակայն հիշում ենք տարիներ, երբ որ ոչ միայն պաշտոնյաներ պարզապես, այլ երկրի ղեկավարների մասշտաբով էին, հա, գալիս Հայաստան հենց ցեղասպանության այս տարի։ Նայեք, պետությունը պետք է այդ պարտավորությունը ստանձնի։ Եթե պետական կառույցներով հետևողական աշխատանք չկատարես, ուղղակի ոչինչ բանի չես ասնելու։ Հիմա պետությունը հետ է քաշում այս հարցից։ Ճիշտ այնպես, ինչպես հետ քաշվեցին Արցախի պաշտպանելու հարցից։ Եվ մենք տեսանք, թե արդյունքը ինչպեսին էր։ Այս հարցը ուզում է համբերություն, հետևողական աշխատանք եւ իմ առաջարկը sense ագրեսիվ աշխատանքի մասին չի, այլ դիվանագիտական, հետևողական բոլոր հնարավոր լծակները օգտագործելով, բայց առանց լրացուցիչ թշնամանքի sense ավելացման։ Սա է ճիշտ ճանապարհը։ Հատկապես մենք գործ ունենք մի մեծ հարևան երկրի հետ, որի հետ հարաբերությունները նաև ցանկանում ենք վերականգնել եւ բանակցում ենք այդ ուղղությամբ բավական ակտիվ ժամանակին։ Այդքանը երևի շնորհակալություն ձեզ։ Բռնի զավթումը։ Դե լավ, շնորհակալություն ձեզ, շնորհակալություն։ Առաջիկայում ասուլիս կտակ։ Ես
այնպեսի ժամանակաշրջանում ենք, որ շփվելու հնարավորություն շատ ենք ունենալու։ Մի բան էլ ձեր վերաբերվում լրագրողներին Ձեր արդեն թող ընտանիքիս է ընտրողական են վերաբերվում եւ թիրախավորում են լրագրողներին։ Ձեր առաջինը իսկական ապագան։ Ոնց է։ Նավ շնորհակալություն։ Ակոպեսեն Դավիթն է, ճամփացեք։ Բայց նայել դեմեցանա։ Լավ։ Ստեսություն։ Զաշուն։ Ձեր թիմակիցները թիրախավորում են լրագրողներին։ Տեղյակ եք։ Դա ձեր ցուցումով է լինում, թե՞ դիտել եք դրան։ Հանդուղի վարը։ Ես կապետան ասում եմ, դա ձեր ցուցումով է լինում, որ թիրախավորում են լրագրողներին, թե՞ մեր աշխատանքը ձեր դերասանատի ղեկավար խոչընդոտում է, ընտրողաբար է հրավիրին թույլ չի տալի ձեր Մարդ ինչ ա ուզում քեզանից։ պետք է հասկանան դուք ինչ եք ուզում ինձանից եւ այլ մարդկանցից։ Ձեր թիմակից կանայք հայոյանքներ են գրում լրագրողների հասցեին։ Դրա պատասխանը ով է տալու, պարոն Քոչարյան։ Դուք տեղյակ չեք։ Այս հաստատի։ Հասկանում եմ, ինչ որ բաներ պիտի ասենք ձայնագրեք, ասելով 100 մետր կա։ Շարունակեք, դուք ասեք, դուք պատասխանեք։ Ձեր փողեք ելույթներ։ Ասում են ամենադեմոկրատ նախագահն է եղել։ Հիմա ո՞նց է փոխվում։ Բակրավ, հաջորդ անգամ մի ամբիոն կբերես, Չատուկվայի համար, ամբիոն բանի վրա։ Ինչի Նիկոլ Փաշինյանի ապրիլին ելույթ կունենամ ստեղծում ունենա, ինչ վատա։ Okay, Դուք ավելի դեմոկրատ չեք։ Չնայած ես ազգի մեղքի մեջ եմ հավատում, բայց մենք չենք հավատում։ Մենք ասում ենք, որ դուք միշտ դեմոկրատ եք եղել, մամուլին չեք ճնշել, չի փակվել որևէ մամուլ ձեր օրոք։ գիտես, մի բան կա, որոշակի կոռեկտության բան կա, երբ մարդ ընտանիքի հետ է գնում, եւ թորնիկի հետ։ Ենթադրում եմ, որ եթե դուք այդ էթիկայի կանոններից գոնե մի քիչ թերապետեիք, դուք տվյալ դեպքում այդքան չեք խոսա։ Որտե՞ղ խախտեցի ես։ Որովհետև դուք տեսնում եք, ես գնում եմ երեխայի հետ։ Բոլորը ձեզ նկարում են։ Նկարելը ու անընդհատ նկարի հետ խոսալ երեք տարբեր բան։ Ես դες հետ եմ խոսում։ Դուք ունեք դաստիարակության մի քիչ մի փոքր խնդիր։ Խնդրում եմ իմ վիրավորեք, իմ դաստիարակությունը դեռ ոչ ոք արծաթի տակ չի դրել։ Ես եմ դնում առաջինը։ Ես կարող անեք ձեր աջակցությունների դաստիարակությանը պատասխանել հայտնել, բայց չեմ ուզում վեկի մեծ հանել, որտեղ ձեզ ստորեք հարցեմ ուզում։ Պարոն Քոչարյան, ես մի հարց ունեմ, Հերիքա, արդեն հերիքա հարցերը հերիքա։ Yes. Love it. Գնանք։
Tribune հետևորդներ, հիշեցնեմ, որ մենք ուղիղ հեռարձակմամբ աշխատում ենք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից, այստեղ վաղ առավոտից մարդաշատ է, տեսնում եք ձեր կադրերում դեռևս մարդաշատ է, քիչ առաջ այստեղ էր նաև Հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իրենից առաջ այստեղ էր նաև Սերժ Սարգսյանը։ Նշեմ, որ վաղ առավոտից իշխանության ներկայացուցիչները եւս այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, այստեղ են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահը եւ ազգային ժողովի նախագահը։ Հարգելի հետևորդներ, Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ եթե Հայաստանը իր արտաքին քաղաքականությունը ճշգրիտ վարի, հնարավոր է, որ Թուրքիան մի օր ճանաչի հայոց ցեղասպանության փաստը, նույն կարծիքը ուներ նաեւ Սերժ Սարգսյանը։ Հարգելի հետևորդներ, մենք շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, նշեմ, որ մինչ այս պահը տարբեր քաղաքական գործիչների, մարդկանց հետ, հասարակ քաղաքացիների հետ մի շարք շփումներ ենք ունեցել, զրույցներ ենք ունեցել, որոնց դուք կարող եք ծանոթանալ մեր YouTube-յան ալիքում եւ Tribune AM լրատվական կայքում։ Նշեմ, որ շարունակելու ենք մեր աշխատանքը դեռևս ուղիղ եթերում, առաջարկում եմ նորությունների զարգացմանը եւ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցող ողջ իրադարձություններին հետեւել մեր ուղիղ եթերում։ Շնորհակալություն։ Չեմ ուզում մտնել այդ դաշտ, որովհետև իմ աշխատանքն եմ անում եւ թիրախավորում եմ ձեր թիմակիցների կողմից։ Աշխատանք անում սիրով, շատ սիրով ձեզ հարցնում անել լուծությամբ, կարելի անել եւ այլն։ Ես հենց հիմա շատ սիրով եմ անում աշխատանքը։ Եթե չսիրեմ, կգնամ ուրիշտեղ այչիշնիկ աշխատեմ։ Չնայած Փաշինյանն ասել ընտրություններից հետո գնալու ենք Վայլապատակ։ Դուք ինչ կարծիք եք օրինակ մեր ճարտարապետի վերաբերյալ ընտրություններից հետո ինչ ասպահում ես։ Կնստես կային անգործ կմնանք։ Ես պարնում եմ հիմիկվանից ասում եմ, եթե մեզ չմվեք, լավ չի լինի ձեր վիճակը, չգիտենք ինչ անենք։ Երկու քարի արանք ենք։ Վերջո դուք Սերժ Սարգսյանի հետ հանրապետությունների մասով ինչ-որ
Այդքան տնանք։ Աշոտ